Պարոն Սարգսյան, կներեք մեզ շատ, նախ շնորհավորում ենք ձեզ Բոլորիդ այսօրվա եմ եթե կարելի է Հայաստանն ու Հնդկաստանը որոշել են մշակում համատեղ ռազմական տեխնիկայի սկսել, մի փոքր խնդրում եմ կմանրամասնեք, թե ինչի մասին է խոսքը։ Որքանով հնարավոր է։ Ես չասեմ մշակման մասին, բայց ընդհանուր բոլորի համար ակնհայտ իրողություն է, որ Հայաստանի Հանրապետությունը դիվերսիֆիկացնում է իր հարաբերությունները, այդ համատեքստում նաև ռազմական ոլորտում, պաշտպանական ոլորտում, պաշտպանական քաղաքականության ոլորտում եւս տեղի ունեցում դիվերսիֆիկացիա։ Այստեղ որևէ նորություն չկա եւ այդ առումով կարծում եմ, որ իրականացվում է մեր պաշտպանական կարողությունները զարգացնելու, կատարելագործելու նկատառումներով։ Հնդկաստանն ինչպիսի գործընկեր է մեզ համար այս բան այդակնով, եթե նայենք։ Բնականաբար, եթե ունենք հարաբերություններ եւ այդ հարաբերությունները դրական դինամիկայով զարգանում են, բնականաբար հրաշալի, որովհետեւ դուք էլ տեսնում եք, որ բարձր մակարդակով այցեր են տեղի ունենում, ինչը շատ գովելի է եւ նաեւ բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։ Մենք չպետք է պարփակված, այսպես մենք մեր խնդիրներով բարուրված մնանք եւ այդ առումով որքան շատ պետությունների հետ համագործակցենք, այդ թվում եվրոպական, աշխարհի այն երկրները, ովքեր որ ցանկանում են Հայաստանում դիրի խաղաղություն եւ դա իրականացում են ի նպաստ մեր պաշտպանական կարողությունների զարգացման։ Մենք պետք է իրենց հետ մեր հարաբերությունները ավելի զարգացնենք։ Ներողություն, իսկ նախկին գործընկերների հետ, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության հետ ստվերվելով է այդ համագործակցությունը ստեղծվում, թե զուգահեռ դրան։ Որևէ մեկի հաշվին, որևէ մեկի հետ հարաբերություններ չեն իրականացվում եւ բնականաբար իրականացվում է դիվերսիֆիկացիա, ինչը ենթադրում է բոլոր հնարավոր միջոցները օգտագործել հանուն Հայաստանի Հանրապետության պաշտպանական կարողությունների զարգացման։ Որևէ պետության հաշվին, որևէ պետության հետ հարաբերություն չի զարգացվում։ Պարոն Սարգսյան, զինվորների վերաբերյալ վերջին շրջանում ահազանգերը որոնվում են։ Հետևեք պաշտոնական լրահոսի, մենք որևէ ահազանգ, անարձագանք չենք թողնում։ Մասնավորապես վերաբերյալ որ չեն գնում կամ հիգիենայի հետ կապված։ Քանիցս պարզաբանումներ տրվել են բոլոր հարցերի առնչությամբ։ Եվ դուք ամեն ինչը, երբ որ գնահատական եք տալիս, ցանկալի է, չէ, ես նաև լրագրողները բացի վերցնելուց հարցազրույց, նաև մեկնաբանությունների տեղիք տվող վերնագրեր են դնում։ Այդ պարագայում լավ կլինի, որ համեմատության մեջ դրվի եւ կտեսնեք, որ որևէ խնդիր այս իմաստով չկա, բայց որ կան խնդիրներ, որոնք ընթացս լուծվում են, դրա մասին որևէ մեկը չի էլ ցանկանում թաքցնել։ Մենք այսօր ունենք ավելի լավ բանակ, ավելի կազմակերպված, թե հիգիենայի առումով, թե կենցաղային պայմանների առումով, դա վստահաբար։ Եվ վաղը ունենալու ենք սրանից ավելի լավը։ Եվ այս առումով պետք է ասենք, որ ամեն աշխատանք իրականացվում է, կատարվում է որակով, որակի նկատմամբ հսկողությամբ եւ բոլորիս համար պետք է դա լինի ակնհայտ իրողություն ու ուրախացնի, որովհետեւ ամեն մեկս նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, ովքեր ունեն ինչ որ ձևով բանակի հետ առնչություն ունեցող հարազատներ։ Շնորհակալություն։